Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի քննարկում հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ մենք զրուցելու ենք սոցիոլոգիական գիտությունների տեխնացու Հայկ Տրունյանի հետ։ Ողջունում եմ պարոն Տրունյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ սկսենք մի թեմայից, որը որ դուք հաճախ եք քննարկման դնում ձեր հանրային հարցազրույցների ժամանակ, խոսքը ինքնության թիրախավորման թեման է, նախ համաձայն եք արդյոք, որ պետության կարևորագույն գործառույթների մեկը, եթե դա ազգային պետություն է, տվյալ ազգի ինքնության պաշտպանության խնդիրն է, ես նկատի ունեմ մշակույթ, ես նկատի ունեմ արվեստ, ես նկատի ունեմ պատմություն, այսինքն այդ ինքնության ընդհանուր պատկերը եւ արդյոք մեր պետությունը բոլորի համար ակնհայտ է, որ հրաժարվել է այդ գաղափարները իրականացնելուց, բայց արդյոք մենք գնում ենք դեպի հասարակություն, որտեղ ազգային իդեալները փոխարինում են զուտ կենցաղային գոյատևման սկզբունքներով։ Շնորհակալություն, իրականում շատ բարդ ու հետաքրքիր հարց եք տալի, որովհետև այդ հարցի մեջ շատ տարբեր ուրիշ հարցեր էլ կան։ Փորձենք քննարկել այդ հարցը, ես կընդհատեմ ժամանակ առ ժամանակ հարցումներով, եթե առաջանան, ազատ քննարկման ֆորմատում փորձենք այս հարցը քննարկել։ Դուք չնայած որ բարդ հարց է, դուք բարձրացնում եք ամենակարևոր հիմքային հարցերից մեկը, որովհետև եթե չունես այդ հարցի պատասխանը, շատ բարդ է հասկանալ, թե դու ինչ պետություն ես եւ ինչ ազգ ես, որովհետեւ հենց ազգը ինքը իրականում սոցիոլոգիա է, քանց թե ավելի շատ սոցիոլոգիա է, քանց թե գենետիկա է, ու այդ սոցիոլոգիան մարդու իդենտիֆիկացիան է, ոնց է ինքը իրան զգում։ Ինքն է իդենտիֆիկացիան։ Այո, դու պետք է քեզ զգաս որպես հայ։ Ու որ հստակ պատկերացնեք իմ մոտեցումը ոնց է, ես ուզում եմ կոնկրետ եւ մեր հայրենակիցները, որ պատկերացնեն ոնց եմ ես դա տեսնում, ուզում եմ իմ անձամբ օրինակով ցույց տամ։ Ես մարդ եմ, որը հայրենադարձ է, տեղափոխվել է Հայաստան ու պատկերացրեք, թե ես տանը իմ երեխաների հետ ինչքան են շփվում այդ հայրենիք գաղափարի մասին, հայ լինելու գաղափարի մասին, ու օրերից մի օր իմ տղաները հասկանալով, որ ես արդեն շատ եմ դրա մասին խոսում, իրենք ինձ նվեր են նվիրել, դա DNT տեսն է։ Ու DNT տեստը ցույց է տվել, որ ես 60%-ով սլովյանական արմատներ ունեմ, 25%-ով Պորտուգալիայից եմ եւ մնացածը հայկական են։ Բայց սա ոչ մի բան իրականում չի փոխել։ Սա ցույց է տվել իմ գենետիկական կապը աշխարհի հետ, բայց սա ինձ չի դարձրել ուրիշ ազգի մարդ, ես ոնց դուք ձեր ինքնությունը հետականն եք համարում առաջնային։ Այո, որովհետև ինքնությունը դա մշակույթ է, պատմություն է, դա քեզ ձևավորելու ֆորման է, եթե դու սա ունես, հնարավոր չի քեզ փոխել, սարքել ուրիշ ազգ։ Հնարավոր է, երբ որ արդեն հատուկ մեթոդներով, դա արդեն հոգեբանական, ինֆորմացիոն եւ կոգնիտիվ պատերազմի մասին է խոսքը գնում, բայց իդենտիֆիկացիան դու կարող ես ստեղծել։ Ու պետությունը հենց այդ ֆունկցիայի տերն է, որ կարողանում է պատրաստի իր հասարակության, իր քաղաքացիների դեմքը, հենց այդ իդենտիֆիկացիան, դրա համար են օգտագործում հերոսների կերպարները, դրա համար են օգտագործում կրթական սիստեմաների տարբեր մեթոդները, որի միջոցով մարդուն դու սարքում ես հայ կամ ոչ հայ։ Հիմա մենք լուրջ կրիզիսի մեջ ենք, ու այդ կրիզիսը նոր չի ձևավորվել, այդ կրիզիսը վերջի 30 տարվա մեջ է, որ մենք նոր գաղափարախոսության տեր պետք է դառնանք ու միջև վերջ չենք կարողանում ձևավորենք։ Այսա լուրջ խնդիր է, որովհետև այս խնդրի մեջ կա մի քանի հատ հարց։ Առաջինը, ով ենք մենք, այս հարցի պատասխանը մենք միջև հիմա չենք կարողացել տանք։ Երկրորդը, որտեղ ենք մենք հենց այսօր, որովհետև որտեղ ասելով դու մենակ Հայաստանի Հանրապետությունը պետքա չվերցնես, պետք է վերցնես եւ Սփյուռքը, որը մեր շատ մեծ ու կարևոր մասերից մեկն է։
եւ երրորդը ուր ենք մենք ուզում գնանք։ Այս ամբողջ այս եռակապը դա իդենտիֆիկացիան է, որը հայը ինքը իր հետ պետքա համերաշխվի ու հասկանա ուր է գնում։ Ու սա շատ կարևոր բան է, որովհետեւ եթե դու կյանքի միտք ես տալի մարդուն, ինքը գաղափարորեն հասկանում է, թե ինչի համար պետքա մնա որպես հայ, որն է հայի միսիան, ու ինչ պետքա անի, որ այս պետությունը զարգանա, կամ մենք ազգովի ուր ենք գնում, ու որն է հայկական ազգի սահմանները, ու այս հարցերի պատասխանը մենք մինչև հիմա չունենք նրա համար, որովհետև մենք մեր պատմամշակութային կապը տենց էլ չենք կարողացել ձևավորենք։ Սա լուրջ խնդիր է, որը այդ պետությունը պետք է սրանով զբաղվի։ Բայց իրոք չենք կարողանում մենք մեր այդ արժեհամակարգային կապը կամ պատմական կապը ձևակերպել։ Ես կարծում եմ, երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, ամեն դեպս այդ ժամանակ եւ միջև բոլորովին վերջերս մի քանի տարի առաջ մենք շատ լավ պատկերացնում ենք մեր տեղը, մեր անելիքները, մեր խնդիրները եւ դա ուրեմն հիմա հակադրվում է ուրեմն պատմական եւ ուրեմն պատմական Հայաստանից հրաժարվելու իրական Հայաստանի թեզում, որը կտրում է այդ բոլոր կապերը, թե Սփյուռքի հետ, թե մեր պատմական ժառանգության հետ, թե մեր ով լինելու հետ, իսկ ինչ վերաբերում է ուր գնալուն, դա ավելի շուտ ուրեմն սպառողական հասարակության մի մոդել են մեզ առաջարկում, որտեղ հիմնականը ուրեմն ապրելն է, սովորական կենցաղային կյանքով, լավ ապրելն է, լավ ուտելն է եւ այսպես այդ ազգային արժեքները ավելի շատ փոխարինում են սպառողական արժեքների։ Այս դիլեմայից դուրս գալու ճանապարհը։ Գիտեք, ես տեսնում եմ, որ վերջի 30 տարվա մեջ մենք հենց այդ սպառողական համակարգի եւ սպառողական ցիվիլիզացիայի մեջ ենք եղել։ Ոչ թե մենակ մենք, ամբողջ աշխարհն է եղել հենց այդ գաղափարի մեջ, մինչև հիմա նույն այդ գաղափարի մեջ են, դրա համար ոչ մի նոր բան այսօր չի կատարվում։ Այսօր մենք մեծ գաղափարներից անցել ենք, արդեն ուղիղ ենք ասում, որ սպառողականն է կարևոր, էլ բերեք ուրիշ բաների մասին չխոսենք, բայց իրականում վերջի 30 տարվա մեջ էլ մենք չենք ձևավորել մեր տեղը, դա մենք խոսացել ենք, ու սա գիտեք, ես ունեմ մի քանի հատ հետազոտություններ Հայաստանում, սերունդների տարբերությունները, օրինակ ոնց է ձևավորվում ու ոնց է Հայաստանը կարելի է տեսնել ոնց է փոխվել։ Օրինակ, եթե վերցնում ենք 60-ականների, մեկը 70-ականների փսիխատիպը Հայաստանում ապրող, դրանք մարդիկ են, որոնք ունեցել են կոլեկտիվի շահերը իրենց համար առաջինն են դրել, կոլեկտիվի մտածելակերպ ավելի շատ է եղել այդ մարդկանց մոտ, քան թե դրանից հետո եկած սերունդներին։ Ու պատկերացրեք, դրանք մարդիկ են, որոնք մասնակցել եւ տեսել են առաջի Արցախյան պատերազմի հերոսությունների, process-ներն են տեսել, պատերազմն են տեսել, ու հենց այդ հաղթանակը եղել է իրենցը։ 80-ականներին, որից սերունդի ներկայացուցիչը եւ ես եմ, 80-ականները պատկերացրեք, որ իրենք ապրել են ցուրտ ու մութ տարիների շրջանում, լսել են մենակ հերոսության կամ պատերազմի մասին, բայց օրվա մեջ մի ժամ հեռուստացույցն է միացվել ու տեսել են բրազիլիական սերիալներ, որտեղ մարդ ապրել է կոմֆորտի մեջ, հենց այդ ձեր ասած սպառողական կյանքի մեջ։ Ու արդեն հոգեբանորեն մի սերունդ իր համար որոշել է, որ ես պատասխանատվությունը վերցնում եմ մենակ իմ ընտանիքի մասին։ Եկեք դրան գումարենք նաև կրթական համակարգը, որ կարճին չի աշխատել, իհարկե, դպրոցը կարճին չի աշխատել, իհարկե, իդեոլոգիա չի եղել, որտեղ ենք մենք գնում, որովհետև այդ ժամանակաշրջանի իդեոլոգիան, որը եղել է միացումը, որը եղել է ազգային գաղափարը, դա բառերով ամենակ եղել, չի ձևավորվել միջև վերջ, որովհետև միացումը չի կատարվել իրականում։ Բայց ազգային գաղափարախոսությունը այդ առաջնորդների կողմից այդ ժամանակ ևս հարվարվեց կեղծ կատեգորիա։ Այո։ Այսինքն այն ինչ որ հիմա մենք խաղում ենք այդ պտուղների, դրա սերմերը գցվել են հենց այդ տարիներին։ Դրա համար ես համաձայն չեմ, որ այսօրվա սպառողական մոտեցումը սա ինչ որ նոր բան է, չէ, սա նոր բան չի։ Ու պատկերացրեք, արդեն
90-ականների ծնվածները, 90-ականների կամ 2000-ականները, որոնք արդեն պատասխանատվությունը վերցրել են ոչ թե ընտանիքի համար, այլ իրենց անձամբ իրենց կյանքի համար, ու արդեն չեն վերցրել պատասխանատվություն դաժե իրենց ընտանիքի անվտանգությունը կամ ֆինանսական հաջողությունը ապահովելու համար։ Սա շատ լուրջ բան է, որովհետև հենց այս սերունդների տարբերությունը բերել է նրան, որ մենք ունենք լուրջ խնդիրներ, օրինակ այսօր մենք բանակում ունենք խնդիր, երբ որ սպան, որը իմ տարիքի է, ունենում է զինվոր, որը 2000 թվի ծնված տղա է, ու իրան ասում է տղամարդ չես, խի չես անում, այսինչ ես քեզ ասում եմ, ու այդ տղա երեխան չի հասկանում իրանից ինչ են ուզում։ Ոչ թե որ ինքը լավն է կամ վատն է, որովհետև ինքը հենց այդ տղամարդու կերպար չի տեսել, որովհետև հենց այդ 80-ականների սերունդը ինքը գնացել է կներեք sense խոպան բարի հետևից, որ իր ընտանիքը պահի, ոչ թե այդ մարդը լավն է կամ վատն է, այլ որովհետև մի սերունդի կորուստ ենք մենք ունեցել։ Ու այստեղ, երբ որ մենք խոսում ենք ինքնության մասին, ազգային ինքնության մասին, մենք պետք է հասկանանք այս սերունդների պսիխոտիպը, ինչն է բերել, որ այդ սերունդները տարբեր ձևի են մտածում, ու ինչ պետք է արվի, որ այդ սերունդներին մտածելակերպը փոխենք։ Իրականում սոցիոլոգիան մեծ քանակի ինստրումենտներ ունի, որի միջոցով դու կարաս ձևավորես ազգի մտածելակերպը։ Ու եթե կարելի է մի հատ օրինակ բերեմ, 2018 թվին Ռուսաստանում ֆուտբոլի չեմպիոնատներ, համաշխարհային չեմպիոնատներ, ու ռուսական լրատվական հենց այդ ինստրումենտները մեկ տարվա մեջ 2017 թվից սկսած աշխատում էին նրա մասին, որ հասարակությանը բացատրեն, որ արտասահմանցիները իրենք մեր նման մարդիկ են, իրենք լավ մարդիկ են, մենք իրենց պետքա որպես հյուր ընդունենք, որ դա չբերի ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի, ու ֆուտբոլային չեմպիոնատը իդեալական է անցել։ 2018 թվի օգոստոսին չեմպիոնատը նենց լավ անցել, որ արտասահմանցիները, որոնք ով եկել է Ռուսաստան, չէին պատկերացնում, որ Ռուսաստանը այդպիսի մի հատ ճգնաղ պետություն է, որոնց մոտ կար նաև Ռուսաստանից սերմանված վախ Այո, ու դուք պատկերացեք այդպիսի քաղաքներ, ոնց որ Վոլգոգրադն է, տենց դեպրեսիվ քաղաքներ էին այդ ցուցակի մեջ, որտեղ չեմպիոնատներ գնում, այդ քաղաքներում մարդկանց հոյակապ են ընդունել, ու մի հատ կոնֆլիկտ չի եղել։ Հետո 2018 թվի օգոստոսից հետո փոխվում է իրավիճակը, չեմպիոնատը ավարտվում է, քաղաքականությունը փոխվում է, ու ղեկավարությունը որոշում է կայացնում, որ արդեն ուրիշ հոգեբանական ազդեցություն պետք է տարածենք հասարակության մեջ, որ օրինակ, չգիտեմ, եվրոպացիները, ամերիկացիները իրանք մեր թշնամին են։ Արևմուտքը մեր հակառակորդ քաղաքակրթությունն է, որը բերեց նրան, որ մի տարվա մեջ մեկ է փոխվեց հասարակության մտածելակերպը։ Հասարակությունը social engineering-ի մեթոդներով շատ հեշտ է փոխել, եթե դու ունես ռեսուրսներ, ունես մեթոդաբանություն, ու դրա միջոցով ընդհանուրը 1-ից 3 տարվա մեջ կարելի է դաժե մտածելակերպ փոխել հասարակության մեջ։ Հիմա եթե մենք ուզում ենք փոխենք, թե մենք ինչ հասարակություն ենք ուզում ունենանք, միած սկզբից պետք է հասկանանք ուր ենք ուզում գնանք, հասկանում եք, եթե մենք չունենք հենց այդ ստրատեգիական մոտեցումը, ոնց կարանք ինքնություն փոխենք։ Տեսեք, ես ինչ-որ բաների համաձայն եմ ձեր ասածից, բայց ինչ-որ բաների համաձայն չեմ, այսինքն դուրս է գալիս, որ երկրի ղեկավարը մի քիչ էլ բռնատիրական մոդելով ղեկավարող ղեկավարը իր ցանկության դեպքում կարող է հասարակության ուրեմն պատկերացումները ամեն ինչի շուրջը փոխել։ Այդ դեպքում ինչի մասին ենք մենք խոսում։ Հիմա մենք գիտենք ով է ղեկավարում, ինչպես է ղեկավարում, դեպի ուր է մեզ տանում, այսինքն այստեղ հասարակությանը այս տրամադրություններին ուրեմն հակադրվելու հնարավորություն դուք չեք տեսնում փաստորեն։ Չէ, ոնց չեմ տեսնում։ Բայց այդ դեպքում եթե ձեր ասած լրատվամիջոցները այդպես կարողանում են այ հրամանը գալիս է վերևից, իրենք փոխում են տրամադրվածությունը եւ հետո մեկ էլ հրամանը գալիս է, տրամադրությունը փոխվում են, հիմա մենք տեսնում ենք ինչ քաղաքականություն է վարում, ասենք մեր ներկա իշխանությունը, դա ուրեմն իրական եւ պատմական Հայաստանի հակադրությունն է, դա ուրեմն ես չգիտեմ քաղաքակրթական ընտրությունը ավելի շատ դեպի
ռուս-թուրքական կամ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթության հետ հաշտ ապրելու այդ խաղաղ ապրելու այդ բանն է եւ իրականում արժանապատվությունը, ազնվությունը կամ այսպես անհատականությունը զոհ են գնում այդ քաղաքականությանը։ Հիմա խաղաղությունն է այնպեսի արժեք ստացել, անկախ նրանից ինչ ճանապարհով է այդ խաղաղությունը ստացել, քան առաջվա արժանապատվությունը, պարտությունը եւ այլն։ Մի կողմից դուք ճիշտ եք, այո, տենց էլ դառնում է, որ հնարավոր է փոխել հասարակության մտածելակերպը, բայց մյուս կողմից դա այդքան էլ հեշտ բան չի։ Դա չի նշանակում, որ բոլոր ղեկավարները կարող են դա անեն, որովհետև դա դժվար բան է, կան տարբեր ֆակտորներ, որից մեկը դա հենց ազգային գենետիկական հիշողությունն է, ազգային ինքնությունը, որը ոչ թե սոցիոլոգիայի միջոցով է տարածվում, այլ ընտանիքի ստեղծված գաղափարն է։ Ու այդ փոփոխությունները հնարավոր է, երբ որ դու ունես լուրջ ռեսուրսներ, ճիշտ հետազոտում ես, արդեն հոգեբանական պատերազմի մեթոդների մասին է խոսքը գնում, երբ որ դու կարողանում ես ճիշտ հետազոտես, հասկանաս քո հասարակությունը, վերլուծություն անես, նարատիվներ պատրաստես, հետո այդ նարատիվները տարածես, նորից հետազոտես, հասկանաս անցավ, չանցավ, նորից վերլուծես, նորից այդ նարատիվները, նոր նարատիվները պատրաստես ու նորից տարածես։ Ու սա անվերջ ցիկլ է, որի միջոցով եթե դու աշխատում ես, այո, դուք ճիշտ եք, հնարավոր է հասարակության մտածելակերպը փոխել։ Ու մենք դա տեսնում ենք, ոնց է փոխվում մտածելակերպը, ոնց հասարակությունը այն բաները, որը սրանից 10 տարի առաջ անընդունելի էր, հիմա ընդունվում է։ Բայց եւ նույն ձևի եւ հասարակությունը կարող է ինքը իրան փոխի հասարակական կազմակերպությունների միջոցով, ազգային գաղափարի միջոցով, ու սա չի նշանակում, որ եթե իշխանությունը ուզում է ինչ-որ մի բան անի, դա 100% իրենց մոտ կստացվի։ Այստեղ քո ազգի գաղափարն է, եթե դու իրականում հզոր ազգ ես, քո հետ դժվար է դա անել։ Եթե դու թույլ ես արդեն գաղափարախոսություն չունես, այդ ժամանակ հեշտ է անելը դա։ Տեսեք, այդ դեպքում առաջանում են երկու հարց։ Օրինակ վերջին տարիներին անցկացված արժեքային հարցումներ ցույց են տալիս, որ հաստանցիների համար խաղաղությունը դարձել է գերակա արժեք։ Այդպես է թե ոչ։ Եվ եթե գերակա արժեք է, նա իրոք այդ արժանապատվությունը, ինքնիշխանությունը դրանք երկրորդական են դառնում եւ փաստորեն մեր հազարամյա ազգը այդպես հեշտությամբ կուլ է տալիս այդ խայծը, բայց ես ուզում եմ ձեզ ուրիշ բանի մասին հարցնել։ Այ սոցիոլոգ եք դուք եւ սոցիոլոգիայի տեսակետից խնդրում եմ դուք խոսեցիք մարտահրավերների մասին մեր պետության եւ ազգի առաջ կանգնած եւ որն եք համարում Հայաստանի համար ամենալուրջ ներքին սպառնալիքը։ Դա ժողովրդագրական անկումն է, որը առանձին այսպես քննարկման թեմա պիտի դարձնել, որովհետև մեր մոտ փաստացի դեպոպուլյացիոն process-ներ են տեղի ունենում։ Թե արժեհամակարգային դեգրադացիան եւ մի քիչ ավելի ուրեմն համակարգված փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է դրա դեմը առնել։ Եթե կարելի է առաջի հարցի պատասխանն եմ ուզում տամ, դա երբ որ խոսում ենք նրա մասին, որ մեր հասարակության համար պատերազմ չլինելը կարևոր հարցերից մեկն է, ես ուզում եմ ասեմ, որ նայեք բոլոր հասարակություններում դա ամենակարևոր հարցերից մեկն է, տենց հասարակություն չկա, որ դու ասես, կուզեք պատերազմ հարցումների ժամանակ իրենք ասեն, այո, ուզում ենք պատերազմ։ Չէ, իրոք դա տենց չի, ում էլ դու այդ հարցը տաս, դա սոցիոլոգիական հետազոտությունների արդեն նյուանսների հարցն է, որ հասկանաս իրենք ուզում են պատերազմ հանուն ինչի, օրինակ, կամ էլ պատրաստ են պատերազմ, որ չլինի ինչ տան։ Այդ ձև հետազոտություններ շատ քիչ կան Հայաստանում, ես ձեզ ասեմ, ավելին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը տարբեր հետազոտություններ ցույց են տալի, որ իրենք պատրաստ են պաշտպանել մեր սահմանները։
ու պատրաստ են պայքարեն, որ մեր պետական անվտանգությունը կամ մեր պետականությունը պահպանեն։ Ու դրա համար այդ մի կողմից ես գտնում եմ, որ մեր մոտ առողջ հասարակություն է, որը չի ուզում լինի պատերազմ, ու դա լրիվ լավ բան է, վատ բան ես այդտեղ չեմ տեսնում, բայց բացի դրանից, եթե մենք ինչ-որ կոռելացիաներ անենք, հասկանանք, թե ուրիշ հարցի պատասխան ինչ են տվել, մեծամասնությունները միշտ է պատասխանում են, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր պետականությունը։ Այսինքն ինչ որ կարմիր գծեր այնուամենայնիվ կան։ Իհարկե, մեր հասարակությունը, չնայած բոլոր հիվանդությունների, հոգեբանական հիվանդությունների, որտեղ մենք վերջի 5 տարին շատ լուրջ հոգեբանական ճնշման տակ ենք, չնայած դրան ունի ինչ-որ ներքին սահմաններ, որը պահպանում է, որ օրինակ նայեք, ինչքան նարատիվային պատերազմ մեր դեմ տարան, վերջինը, որը կարանք օրինակ բերենք, դա արցախցիների դեմ սրելն էր, որը նպատակ էր եւ արտաքին ուժերի համար, որ լիներ քաղաքացիական պատերազմ, բայց չստացվեց, որովհետեւ մեր հասարակությունը իրականում առողջ հասարակություն, ինքը հասկանում է ինչա կատարվում, ունի հենց այդ ներքին իդենտիֆիկատորները, որը սահմանում է իրեն, որ ինչ որ գիծ չանցնել։ Բայց այն բանը, ինչ որ դուք հարցրեցիք, ինչ իրավիճակում ենք մենք այսօր, չէ՞։ Երբ որ դու արդեն տարիներ շարունակ ճնշման տակ ես, ի սկզբից ինֆորմացիոն պատերազմի միջոցով, հետո հոգեբանական պատերազմի միջոցով, դու ունես հասարակության հիվանդությունը։ Ուրեմն հոգեբանության մեջ կան օրենքներ, երբ որ մարդիկ ապրում են շատ լուրջ ստրեսային իրավիճակ, 3 տարվա մեջ, եթե հոգեբանական աշխատանք այդ մարդկանց հետ չի տարվում, այդ հիվանդությունը հոգեբանական անցնում է ֆիզիկական դաշտ, մարդիկ արդեն ֆիզիկական հիվանդություններ են ստանում։ Ու եթե մենք վերցնենք Հայաստանի բժշկական ստատիստիկան, դուք կտեսնեք, որ ինֆարկտը, ինսուլտը, աղիքային, ստամոքսային հիվանդությունները արդեն ջահելացել են։ Երիտասարդների մոտ է հենց այդ հիվանդությունը շատացել, որովհետև 2020 թվին, եթե արդեն գումարեք 3 տարին անցել է, սա շատ լուրջ ազդել է մեր հասարակության վրա։ Սրան եթե ավելացնենք 150,000 արցախցիներին, որոնք 2023 թվին են մեծ ստրես ապրել, հիմա այդ մարդիկ արդեն ֆիզիկական հիվանդություններ ունեն։ Ու այս ամենից ելնելով դուք պատկերացրեք, թե մեր հասարակությունը ինչ ճնշման տակ լինելով պահպանում է մեր ինքնությունը, պահպանում է մեր պետականությունը, ու այդ ձև չի, որ մենք ամեն ինչին հանձնված ենք։ Ռուսերենում կա տենց տերմին կոչվում է «выученная беспомощность», դա ակադեմիկ Պավլովի հետազոտություններն է, որը ռեֆլեքսների մասին է խոսում, ու այս ռեֆլեքսային տերմինոլոգիան, հետազոտությունների տերմինոլոգիան բերում է նրան, որ մարդիկ, երբ որ ընկնում են մի հատ ճգնաժամի մեջ, իրենց շատ դժվար է տեղից դուրս գալը։ Դա որ պատկերացնեք, մենք չենք կարող հիմա մեր հասարակությանը ասենք, արթնացեք, չգիտեմ, Սյունիքում խնդիր ունենք, ուրիշ էկզիստենցիոնալ խնդիր ունենք, դա անհնար է, որտեղ հասարակությունը հենց այդ հիվանդության մեջ է։ Մենք պետք է իրենց կամաց արթնացնենք, պետք է պոզիտիվ քեյսեր տանք, ցույց տանք, թե Հայաստանում ինչքան լավ բաներ է կատարվում, պետք է ցույց տանք, որ հասարակական կազմակերպություններն առողջ են, որը իրականում տենց է, պետք է ցույց տանք, թե ինչքան առողջ կրթական ծրագրեր կան Հայաստանում, ու սրա միջոցով հենց այդ հասարակությանը պետք է առողջացնենք։ Մանիպուլյացիոն տեխնոլոգիաներում sense մի հատ հետաքրքիր կառավարելու մարդկանց massային կառավարելու մեթոդ կա։ Դու երբ որ իրականությունը այսօրվա օրը մարդուն տալիս ես նեգատիվ էմոցիաներ, մարդը իր ապագան պոզիտիվ չի կարա տեսնի։ Ինքը կարող է այսօր լավ փող աշխատի, բայց երբ որ ամեն օր ինքը ստանում է նեգատիվ էմոցիաներ, նեգատիվ ինֆորմացիա, ինքը իր ապագան լավ չի տեսնում։ Դրա համար ինքը ապագան Հայաստանի մասին արդեն չի մտածում։ Ներողություն, բայց ես այստեղ հարց եմ ուզում տալ, այդ նեգատիվ էմոցիաները որտեղից է ստանում, որովհետև եթե նայենք մեր կառավարությունից կամ իշխանություններից ընդհանուր առմամբ, այնտեղից միայն պոզիտիվ էմոցիաներ են գալիս, այսինքն պոզիտիվ լուրեր, այս դպրոցն են կառուցել, այս բանն են արել, ոչ ոք միջև այդ իրանց չեր արել, հիմա արել են, ասֆալտ են գցում, լավ ճանապարհներ ունեն եւ այլ։ Այսինքն իշխանական քարոզչությունը հենց պոզիտիվի վրա է հենված։ Այդ դեպքում ոնց հասկանալ մեր ուրեմն հասարակության այս հետ պատերազմյան դեպրեսիան։ Մեր ինֆորմացիոն դաշտը ցավոք ինֆորմացիոն անվտանգություն չունի։ Մեր դաշտը իրականում շատ բաց է։ Ու մեր դաշտում բացի
պետական մարմիններից աշխատում են եւ ոչ հայկական ակտորները, դա եւ արևմտյան եւ արևելքի պետություններն են, որոնք մեր դաշտում անում են այն ինչ ուզում են։ Մեր դաշտը իրականում այդ մի կողմից շատ բաց է։ Ու երբ որ Իսկ դուք դեմ եք բաց դաշտին։ ես կողմ եմ անվտանգություն։ Շատ լավ։ Այսինքն հնարավոր է բաց դաշտի պայմաններում, որտեղ բաց դաշտը հիմա հայաստանյան բրենդ է դարձել ինչ որ իմաստով, ապահովել անվտանգությունը բաց դաշտում։ Իհարկե հնարավոր։ Իհարկե։ Եվ ինչ պետք է անել դրան։ Օրինակ Տայվանի օրինակը, երբ որ կարամ քեյսերով խոսեն, էլի։ Տայվանը նայեք ինչ է արել։ Իրենց մոտ իրենք դեմոկրատիկական պետություն են, որտեղ նույնձևի դաշտը բաց է, բայց կա կազմակերպություն, որը զբաղվում է նրանով, որ հայտնաբերում է deepfake-ները։ Այն սուտ բաները, որը Դե մենք Չինաստանը ֆեյքերի, կեղծ լուրերի բացահայտ բան ինչ որ բաներ, տեսնում եք դա ինչ որ ոչ թե ստրատեգիական աշխատանք տանող, որը գտնում է թե որտեղից է աղբյուրը, ինչ նարատիվ է սա ստեղծում, սա իրականում շատ լուրջ աշխատանք է, սա նարատիվոլոգիայի աշխատանքն է ու բոլոր հզոր պետությունները այսպիսի աշխատանք տանում են ու ասեմ ձեզ ավելին, այդպիսի կազմակերպությունները դրանք քաղաքացիական աշխարհի կազմակերպություններ չեն, դրանք ռազմական ոլորտում են ու Իսրայելում դա շտաբի ներսում գլխավոր շտաբի կազմակերպություն է, օրինակ բանում Բրիտանիայում դա 77-րդ բրիգադան է, որը աշխատում է նրանով, որ փնտրում է, հայտնաբերում է ինչ նարատիվային աշխատանք է իրանց դեմ տարվում ու իրանք ինչ պետքա հակառակորդի դեմ, ինչ ակտիվ աշխատանք պետքա տանեն, սա իրականում շատ լուրջ աշխատանք է, որտեղ մենք մտնում ենք մի հատ իրավիճակ, որտեղ արդեն թեժ պատերազմ այդքան հետաքրքիր չի։ Տարած գրավել առանց մարդկանց դա անիմաստ բան է, որտեղ պետք են մարդիկ ու ապագայի դեմոգրաֆիան շատ վատ վիճակում է լինելու, այն ինչ դուք եւ Հայաստանի մասին ասեցիք, դեմոգրաֆիան ամբողջ աշխարհում է գնալով վատանալու, դրա համար եթե դու ուզում ես ինչ-որ մի հատ տարած գրավես, դու պետք է իրանց մարդկանց հետ գրավես։ Ու դրա համար արդեն թեժ պատերազմից գալիս է կոգնիտիվ պատերազմը։ Դա պատերազմ, երբ որ դու գրավում ես մարդու մտքերը, մտածելակերպը, կյանքի տեսլականը, այս անկյունից արդեն կարևոր է դառնում հենց այդ գաղափարախոսական բանը։ Եթե դու կարողանում ես քո թշնամուն տարածես քո գաղափարը ու ինքը դա ընդունում է, դու հետո արդեն հեշտ ես մտնելու իրան գրավես։ Հիմա մենք ապրում ենք հենց այդ կյանքում։ Օկուպացիայի մեջ Ինչ հենց այդ օկուպացիայի մեջ ենք մենք, այսինքն ամբողջ աշխարհն է դրա մեջ։ Ամբողջ աշխարհն է հիմա դրա մեջ ու հիմա օրինակ նայեք, երբ որ Ադրբեջանը գրավել է Արցախը, ինքը ոչ մի բան չի կարողանում անել, որովհետև դատարկա, ինքը հենց այդ տարածքից եկամուտ չի ստանում, հարկեր չի ստանում, ինքը այդ տարածքին ծախսեր է անում, որ ապահովի տարածքի պահպանման հարցը, որովհետև ծախսերի ու պետությունը դրանով տնտեսական կորուստներ ունեն, որովհետև այդ տարածքում մարդ չկա։ Հիմա կարևոր է տարածքը գրավել մարդկանցով, իսկ մարդկանցով որ դու գրավես, պետք է կարողանաս ինչ-որ գաղափար այդ մարդկանց տաս։ Դրա համար կոգնիտիվ պատերազմը գալիս է առաջի դաշտ։ Հիմա եթե մեր մասին խոսանք, մեր դեմ տարբեր ուժեր աշխատանք են տանում։ Հենց այդ ուժերին պետք է որ մենք մտածենք այսպես կամ այնպես, ոչ մեկը չի խոսում նրա մասին, որ մենք պետք է հայամետ մտածելակերպ տանենք։ Հասկանում եք, իսկ այս ֆունկցիան կարող է հենց ազգային գաղափարը լինի, հենց ազգից ներքևից ծագի բարձրանա։ Շատ լավ, ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդի, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում, գովազդից հետո մենք կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել և ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 Նորթ Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող և մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք և կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Հայկ Թրունյանի հետ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։ Այս հատվածում ես ուզում եմ մենք մեր ուշադրությունը դարձնենք ուրեմն Սփյուռք Հայաստան հարաբերությունների ուրեմն վերաբերյալ, ինչպես է գնահատում Սփյուռքի ներկայիս սոցիալ-քաղաքական տրամադրությունները եւ արդյոք մենք չենք կորցնում Սփյուռքը ոչ միայն այն պատճառով, որ մեր իշխանություններն են հրաժարվում Սփյուռքից, այլև այն հոգեբանական եւ այն գաղափարախոսական հենքը, որը որ կապում էր Սփյուռքը Հայաստանի հետ, աստիճանաբար կորցնում է իր ուժը։ Գիտեք, Սփյուռքը երկար տարիներ գոյատևել է, երբ որ չի եղել Հայաստանի Հանրապետությունը, դրա համար ես այդ կողմից մտահոգություն չունեմ, որ Սփյուռք են կորցնելու։ Ես անձամբ Սփյուռքից եմ, ես մի մարդ եմ, որը մեծացել է Ռոստովի Նախիջևան համայնքում, ու այնտեղ այդ համայնքը, որը 300 տարի գոյատևում է։ Ու պատկերացրեք, դա Կիլիկիայի գոյատևելու քանակն է, էլի տարիներով։ Ու այդ Սփյուռքը Հայաստանին նվիրել է այդպիսի մարդկանց ոնց որ Մարտիրոս Սարյանը, Նալբանդյանը, Պատկանյանը, ու այդ Սփյուռքը չի կորչելու, մենք չենք կորցնելու մեր Սփյուռքը։ Ուրիշ բան է, ինչքանով ենք մենք ճիշտ օգտագործում Սփյուռքի պոտենցիալը, Սփյուռքի էքսպերտիզան։ Ընդունում ենք մենք Սփյուռքին հայկական աշխարհի մի մաս, ոնց ենք մենք պատկերացնում ինչ է իր համար Իրանից ներկայացնում հայկական աշխարհը։ Ու եթե սրա գաղափարը հասկանանք, օրինակ իմ համար հայկական աշխարհը դա մի հատ մեծ ցանց է, որի գլխին արևը չի մարում, որովհետև Սփյուռքը Ավստրալիայից մինչև Նյու Յորք է։ Ու եթե դու լինելով կենտրոն հենց այդ հայկական աշխարհի Հայաստանի Հանրապետության մասին եմ, դու կարողանում ես հասկանալ, որ Սփյուռքն էլ է քո մաս ու ճիշտ ձևի հարաբերությունն ես հետ ձևավորում այդ ժամանակ դու ունենում ես մեծ աշխարհ, հայկական մեծ աշխարհ, որը Ավստրալիայից մինչև Նյու Յորք է, ու իրանց հետ կարողանում ես ճիշտ հարաբերություն ձևավորես։ Ցավոք հիմա Սփյուռքն էլ է կրիզիսի մեջ, ոնց որ եւ
Հայաստանի Հանրապետության հասարակությունը, որովհետև այդ սփյուռքը նույն հենց այդ կյանքի միտքը չունի, չի հասկանում մենք ընդհանուր ուր ենք գնում ու չի հասկանում թե հայկական աշխարհը ինչ է իրանից ներկայացնում, որովհետև սփյուռքը ապրում է իր լոկալ կյանքով։ Եթե Հայաստանի Հանրապետությունում հլա իդենտիֆիկացիան հեշտ է ձևավորել, որովհետև դու մենակ ունես այս ներսին աշխարհը, ուստեղ կարաս ձևավորես թե ով է հայը, ինչ նպատակ ունի ու ինչ պետք է անի, որ այդ նպատակին հասնել, սփյուռքի հետ մի քիչ բարդ է, որովհետև սփյուռքի ապրողը ունի երկու իդենտիֆիկացիա, դա իր հայ լինելն է, երկրորդը այն իդենտիֆիկացիանը, որը ինքը ընդունում է այդ տարածքում ապրելու հարցով։ Ես սփյուռքին շատ մեծ հույսով եմ նայում, բայց sense թե նենց կենտրոնը պետքա լինի Հայաստանի Հանրապետությունը։ Սփյուռքի հետ կապը հենց այստեղից պետքա սիգնալ գնա ու հենց այդ աշխատանքը այստեղից պետք է արվի։ Ես համոզված եմ, որ սփյուռքի հետ կապը մենք չենք կորցնելու, որովհետև լիքը տենդենս եմ տեսնում, երբ որ սփյուռքից մարդիկ տեղափոխվում են Հայաստան ու տեղափոխվում են լավագույն մարդիկ, այստեղ հարցը նա է, թե մենք երբ ինչքան ժամանակ կկորցնենք, որ սկսենք իրենց հետ աշխատել։ Սա լուրջ բան է, որովհետև դու ունես այսօր 3 միլիոն քաղաքացի, բայց դու ունես մի 3 միլիոն պոտենցիալ օրինակ Ռուսաստանում, ունես մոտ 1,5 միլիոն Ամերիկայում, ունես Ֆրանսիայում պոտենցիալ, ասեմ ավելին, ես անցած տարի Արևմտյան Հայաստան էքսպեդիցիա եմ գնացել, դու ունես մի 5 միլիոն էլ ընդեղ մարդ, որոնք հայկական արմատներ ունեն, բայց իրենց հայ սարքելու համար դու պետք է հենց այդ աշխատանքը տանես։ Եթե այդ աշխատանքը տանես, դու արդեն ավելի մեծանում, հզորանում ես։ Ուստեղ սա պետք է Հայաստանի Հանրապետությունից այս ծագը գնա, այս գաղափարախոսությունը գնա։ Հիմա չկա դա։ Ես հասկանում եմ, որ հիմա չկա եւ հիմա հակառակ process-ն է գնում, բայց այդ հակառակ process-ը կարող է գնալ այնքան ժամանակ, եթե չընդհատվի, միջև որ արդեն այդ վերադարձի կետը այլևս հնարավոր չի լինի, եթե երկար ժամանակ գլուխը բացակայում է, մարմինը առանձին օրգանները չեն կարող ապրել։ Այսինքն իրանք կարող է իրանց համար ապրեն իրանց ներքին փակ կյանքով, ոնց որ դուք ասում եք, բայց ընդհանուր այդ հայկական իդեայի կամ բանի հարցը պիտի հանվի, որովհետև մենք հասկանում ենք ինչ է կատարվում այս պահին, ասենք մեր թշնամիների մոտ, որոնք որ հիմա աստիճանաբար քարոզչական ձևով դառնում են մեր բարեկամները, ես չգիտեմ, այնտեղ բենզին են ներկրում, ես չգիտեմ, ինչ են անում, այդ թշնամիները մեր սփյուռքն են համարվում հիմնական իրենց հակառակորդը կամ թշնամին, որովհետև Հայաստանի հետ իրենք համարում են, որ հարցերը արդեն լուծել են, այսինքն այստեղ այդ ինքնության կռիվը չի լինելու, կռիվը լինելու է այն սփյուռքի անդամների մոտ, որոնք գտնվում են տարբեր երկրներում եւ շարունակում են պահել հայկական ազգային գաղափարը եւ ուրեմն շարունակում են հետևել այդ գաղափարին։ Այո, մեր թշնամին լավ է մեզ ճանաչում, գիտի թե մենք հենց այս հայկական աշխարհը ինքը ավելի լավ է պատկերացնում, քան թե մենք Հայաստանի Հանրապետությունում ապրելով, դա տենց էլ կա, բայց ես համոզված եմ, որ մեր սփյուռքը եւ մեր ազգը ավելի հզոր է, որ իր դեմ այդպես հեշտ աշխատանք տանել այդքան էլ չի ստացվի։ Զուտ ուզում եմ մի քանի օրինակ բերեմ։ Սովետական միության միջև 65 թիվը շատ բաներ են, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մենք վախտել է եղել։ Նույն Արարատ Սարի հարցը, նույն Արևմտյան Հայաստանի մասին երազել, երգել, ոտանավորներ գրել, նույն այդ բանը են վախտել է եղել, ինչ որ նոր բան հիմա չի կատարվում ու մենք դա կարողացել ենք վերապրենք, կարողացել ենք դիմանանք ու կարողացել ենք պահպանենք։ Ես այդտեղ իրականում ինչ-որ ֆունդամենտալ խնդիր չեմ տեսնում։ Ես տեսնում եմ խնդիրը լրիվ ուրիշ ուղղության մեջ։ Օրինակ, ես տեսնում եմ ոնց առողջացնենք մեր ներսի հասարակությունը 80-ականների, 90-ականների ծնված մարդկանց, որովհետև իրենց մոտ լուրջ դեպրեսիոն խնդիրներ կա։ Ես այդտեղ եմ տեսնում մեր խնդիրը, որովհետև այդ հասարակության վրա մենք կարանք հենվենք, որ ինչ-որ գաղափարախոսություն ստեղծենք, որ ինչ-որ ապագա ստեղծենք, ճիշտ ուղղություն ստեղծենք։ Դե
դեռ բիզնես ստեղծվի որ Հայաստանը, որտեղ դա այն աշխատաուժ հասարակությունն է։ Մանավանդ 80-ականները, որը քանակով Հայաստանում ամենաշատն են։ Ես տեսնում եմ այդտեղ է մեր այսօրվա հասարակության համար ամենակարևոր խնդիրները։ Եթե մենք ներսում մեզ սկսենք վերա առողջացնենք, այդ ժամանակ լիքը բան կփոխվի։ Իրականում մեր թշնամին այդքան էլ հզոր չի, ինչքան մեզ թվում է, որտեղ մենք ինչքան մեզ ներշնչում են, այո, ավելի շուտ էսպես մենք ասեմ։ ես թիմ ունեմ, որ հետազոտական աշխատանքներ ենք տանում ադրբեջանական ինֆորմացիոն դաշտը, փորձում ենք հասկանանք ինչ է այնտեղ կատարվում, կորելացիաներ ենք անում, որ հասկանանք իրենց ներսի իրավիճակը այդքան էլ լավ չի, ոնց որ մեզ թվում է։ Ասեմ ավելին, եթե մենք համեմատենք մեր հասարակության առողջության իրավիճակը մեկ էլ իրանց առողջության իրավիճակը մեր մոտ ավելի լավ է իրավիճակը, քան թե իրանց մոտ։ Ոստեղ հարցը նրանում է, որ մենք այս պահին ոչ թե իրանց դեմ պետքա պայքար տանենք։ Ես համոզված եմ, որ իրենց են փլուզելու, որովհետև իրենք միջև հիմա չեն կարողանում նույնպես այդ գաղափարախոսությունը ձևավորեն, իրենք որպես ազգային իդենտիֆիկատորները միջև հիմա չեն կարողանում ձևավորեն, բայց դա իրենց խնդիրն է։ Ես գտնում եմ, որ այսօր մենք պետքա ինքներս մեզ գոնե պաշտպանենք, մեր հենց այդ սահմանները դնենք, որ մեր սահմաններ մտնող չլինի։ Եթե մենք կարողանանք մեզ պաշտպանենք, մեր դեմ նարատիվային աշխատանքը կարողանանք պաշտպանենք, այդ ժամանակ մեզ հեշտ կլինի։ Դրա համար, երբ որ խոսում ենք նարատիվային գաղափարի մասին, թե ինչ կերպարներ մենք պետքա ստեղծենք Հայաստանում, մենք պետքա այնպիսի կերպարներ ստեղծենք, որը հենց այս պահին թիրախային չլինեն, որտեղ թշնամին աշխատում է մեր դեմ, որ պատկերացնենք, եթե աշխարհում կա top 10 PR կազմակերպություններ, դրանցից 5-ը աշխատում են Ադրբեջանում եւ օգնում են իրենց մեր դեմ նարատիվային պատերազմ տանեն։ Հիմա սա հասկանալով մենք պետքա օգտագործենք լրիվ ուրիշ խորքային գաղափարներ։ Օրինակ, առաջինը, պատկերացրեք, եթե Հայաստանում գլխավոր նարատիվը դառնա պրոֆեսիոնալիզմը։ Տեսեք, կողքից թվում է, թե դա ինչ-որ այստեղ ազգային գաղափար չկա, սա ինչ-որ մի հատ նարատիվ է, որը չի կարող ազգին վերականգնեցնել, բայց իրականում դա տենց չի։ Պրոֆեսիոնալիզմը խոսում է նրա մասին, որ բժիշկը իր գործը պետք է անի լավ, ու այդ ժամանակ հայ բժշկի գաղափարը կբարձրանա։ Դա խոսում է նրա մասին, որ սպան պետք է իր գործը անի լավ, այդ ժամանակ հայ սպայի կերպարը կփոխվի։ Սա շատ կարևոր բան է, եթե դու այսպիսի նարատիվ ես տարածում, դու հասարակությունը ձևավորում ես ավելի որակային, բայց սրա դեմ թշնամին չի կարող աշխատանք տանի, թշնամին չի կարող կոնտրնարատիվներ պատրաստի, որ չգիտեմ, պրոֆեսիոնալ լինելը վատ է։ Երկրորդը, պատկերացրեք, որ կամավորությունը Հայաստանում տարածվի որպես գլխավոր նարատիվ, որը ցույց է տալի, թե հայ մարդը ինչքան է սիրում իր տարածքը, ինչքան է սիրում իր հասարակությունը, երբ որ մարդ օրինակ շաբաթը մի անգամ դուրս գա կանաչների հետ աշխատի, որ Հայաստանը մաքրի, ինքը շաբաթվա մեջ արդեն սիգարետի բիճոկը չի գցի փողոցը։ Ու սա տեսեք ինչքան է փոխում, եթե ինքը դուրս գա ռազմական կազմակերպություններում ինչ որ կամավորություն անի, վաղը սահմանի այդ խնդրի ժամանակ ինքը դուրս է գալու սահմանը պաշտպանի։ Սա մուլտիպլիկացիոն էֆեկտով նարատիվը, ու թշնամին սրա դեմ էլ չի կարող աշխատի։ Եվ երրորդը դա մարդու իրավունքների հարցն է, դա առողջապահության իրավունքն է, կրթության իրավունքն է, ու իրավունք, որը նույն ձևի զուգահեռ պատասխանատվության մասին է խոսում։ Սա լրիվ ուրիշ ձևավորում է, ու քո հասարակությունն է սկսելու փոխվի։ Ու սա շատ կարճաժամկետ կարելի է տարածել, որովհետև կան հստակ մեթոդներ, արդեն աշխարհում շատ աշխատանք է տարվել հենց այս նարատիվային աշխատանքը հասարակության մեջ տարածելու, որ փոխի հասարակությունը։ Ես համոզված եմ, եթե մենք այսպիսի աշխատանքներ տանենք, կարճաժամկետ կարանք լիքը բան փոխենք, ու սա չի բանանելու բերելու նրան, որ մեր թշնամին ավելի ագրեսիվ է մեր դեմ դառնալու։ Շատ լավ, շատ հետաքրքիր բան եք ասում, բայց այդ դեպքում եկեք մեկնաբանենք այս իրավիճակը։ Միջազգային հարցումները ցույց են տալիս, որ հիմա քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության ռեկորդային անկում կա։ Ընդ որում այդ ռեկորդային անկումը վերաբերում է նաև վստահությանը դեպի ընդդիմությանը քաղաքական եւ ընդհանրապես ինստիտուտները։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, որ պետք է արվի տարբեր ինստիտուտների կողմից։ Ես անկեղծ ասած մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե արդյոք հասարակական կազմակերպությունները ՈՒԺԿ հերիքի այդ ուրեմն
նարատիվային պատերազմի մեջ պայքարել կենտրոնացված պետական թշնամի պետությունների կողմից վարվող պատերազմի դեմ։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ ոչ այս սերունդը կամ ոչ այն դեգրադացված արժեքներով սերունդը պիտի պայքարի, ես ուզում եմ ձեզ հարցնել, արդյոք երիտասարդության շրջանում նոր ազգային էլիտայի ինչ-որ նմուշներ են երևում, որոնք որ իջակի կլնեն փոխել այս բարողական և ապատիկ մտածելակերպը։ Նայեք, դուք ճիշտ եք, հասարակական կազմակերպությունների ուժերով հնարավոր չի պայքար տանել նարատիվային պատերազմի դաշտում, այո դա տենց է, բայց հասարակական կազմակերպությունները դրանք մեր ազգի, մեր հասարակության արդեն ինստիտուցիոնալ կազմակերպված ինչ-որ ներկայացուցիչներն են։ Եթե այնտեղից սկսի սիգնալ գնա, ես համոզված եմ եւ պետական ոլորտում էլ բան կփոխի, որովհետեւ դա ներսի տակից ինչ որ ոչ թե ճնշում, այլ սիգնալներ է, որը ուղղվելու է եւ պետական համակարգի դեմ, որը եւ կբերի փոփոխությունների, որովհետեւ եթե դու քո հասարակությունն էլ չի մտածում, որ բան փոխի, պետությունն էլ դրա համար չի փոխելու, որովհետեւ sense տնեն, եթե համակերպվել է հասարակությունը, նշանակում է, որ հասարակությունը ընդունում է հենց այդ մոտեցումը, բայց եթե ներս տակից գնա հենց այդ սիգնալները, որ չէ, բերեք այս աշխատանքը անենք, ես համոզված եմ, որ պետական մարմիններն էլ կսկսեն դրա ոլորտում աշխատել։ Երիտասարդությունը մեր մոտ ես աշխատել եմ տարբեր երիտասարդական խմբերի հետ եւ դրսում եւ Սփյուռքի հետ կապված, եւ տարբեր ազգերի հետ կապված եւ Հայաստանում վերջի 3 տարվա մեջ տարբեր կրթական կազմակերպությունների հետ համագործակցել եմ եւ կարամ ասեմ, որ մեր երիտասարդական հենց այդ Z սերունդը, մեկ էլ ալֆա սերունդը, Z-ը դա 2000-ականներն են, ալֆան 2010-ից հետո ծնված մարդիկ են, իրենք իրականում տարբերվում են, եթե համեմատում ենք կորելացիա ենք համեմատում դրսի հետ, ասենք Ռուսաստանի հենց այդ սերունդի հետ, եվրոպական հենց այդ սերունդի հետ, մեր մոտ իրենք ավելի մեծ էներգիա ունեն ու դա ուրախացնում է։ Իհարկե տարբեր է այդ սերունդը, իհարկե կարելի է համեմատել եւ մարզերի եւ Երևանի հենց այդ սերունդի մտածելակերպը, բայց այն ինչ ես տեսել եմ, դա ցույց է տալի, որ մեր հենց այդ սերունդը առողջ է։ Առաջինը, իրենք չեն ընդունել մեր պարտությունը, որը շատ կարևոր բան է։ Երկրորդը, դա մենք ունենք սերունդ, որը ուզում է ապրի Հայաստանում։ Ուզում իր ինքնությունը տեսնում է հենց Հայաստանում։ Երրորդը, շատ ճկուն սերունդ ունենք։ Ու այդ սերունդի հետ, եթե դու ճիշտ աշխատում ես, իրանք շատ շուտ փոխվում են։ Ու ամենակարևորը ինչը ինձ մոտիվացնում է իրենց հետ աշխատել, այդ սերունդը, քանի որ չունի ավտորիտետներ, ասենք մեծը իրենց համար ավտորիտետ չի, այո, որովհետև իրենք ինչ են ասում են, մեզ դուք այս պետությունն եք թողել, այս աղբա փողոցում պետությունն եք թողել, պարտված պետությունն եք թողել, ոնց կարող է դուք իմ համար դառնաք հեղինակ։ Տեսեք ինչ խորքային գաղափարով են իրենք մտածում։ Եթե իրենք այդ ձև են մտածում, դա նշանակում է, որ իրենք առողջ են, իրենց հետ արդեն դու պետքա որպես մեծ սերունդի ներկայացուցիչ աշխատես հորիզոնտալ մակարդակում։ Պետքա որպես մենթոր աշխատես, ոչ թե ղեկավար, որը հրամանում է։ Այսը արդեն ուրիշ մոտեցում է, ու դա դառնում է, որ մենք, եթե իրենց հետ ճիշտ աշխատենք, մենք զուգահեռ մենք էլ կաճենք, հենց այդ նոր սերունդն էլ կաճի։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է եւ ծնողների, երեխաների հետ հարաբերության, եւ դպրոցի մոդելը ոնց պետքա լինի։ Ես գիտեմ, կան տարբեր կազմակերպություններ Հայաստանում, որոնք փորձում են հենց այդ կրթական մանկավարժական մոդելները նոր ձևավորեն ու շատերի մոտ եւ ստացվում է։ Հիմա մենք ունենք լավ սերունդ, որի հետ պետք է աշխատես, բայց այստեղ դուրս է գալի կարևոր խնդիրը, եթե դու աշխատես, եթե չաշխատես, քոտեղն աշխատելու են ուրիշները, որովհետեւ ոնց որ մենք սկզբում խոսացինք, որ մեր ինֆորմացիոն դաշտը բաց է, իսկ այդ սերունդը թվային սերունդ է, իրենց հետ աշխատելու են ուրիշները։ Իսկ երիտասարդ սերունդը դա բաց տետրակ է, երբ որ ինչ գրես, դա լինելու է։ Հա ինքը որակով է,
բայց իր հետ պետք է աշխատես, եթե չես աշխատում, ուրիշն է աշխատելու։ Շնորհակալություն, պարոն Տունյան։ Սրանով երևի այսօրվա հաղորդումը ավարտենք, բայց մենք ձեզ հետ հաճախ կհանդիպենք մեր տաղավարում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։